Սիրելի հեռուստադիտող, սիրելի տուրիստ, սիրելի հետևորդ, բարի գալուստ նոր ճանապարհորդական երթուղի։ Ինչպես գիտեք, մեր հեռուստատարբերակը եթեր է գնում ոչ միայն Նոր Հայաստան հեռուստաալիքով, այլ նաև ամբողջ աշխարհում ենք տեսանելի ու լսելի US Armenia, ARTN եւ ահա մեր համացանցային պորտալում պարբերաբար հայտնվում էին մեր ամերիկահայ հեռուստադիտողների խնդրանքները եւ նրանցից մեկը շատ էր կամենում, որպեսզի մենք նկարահանենք ապարանի ջրամբարը։ Ձեր ցանկությունը այսօր դառնում է իրականություն։ Այսօր ապարանի ջրամբարը ունի շատ տուրիստական ինֆրաստրուկտուրաներ եւ այստեղ եկողը ոչ միայն կարող է նավարկել ջրամբարում, այլ նաեւ զբաղվել ձկնորսությամբ, ինչպես նաեւ հանգստի բազմազան շերտեր բացահայտի։ Այսօրվա մեր նշանակետը նաեւ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին է, ինչ թվագրվում է 4-րդ դար։ Այսօր մենք ոչ թե ոտքով ենք մոտենալու եկեղեցի, այլ նավարկելու ենք։ Արամը սիրով համաձայնեց մեզ հետ նավարկել, որովհետև ով, բայց ինքը շատ լավ գիտի այս տեղանքը։ Նու ես արդեն պատկերացնում եմ դրոնից ինչ գեղեցիկ կադրեր ենք ունենալու։ Ամբողջ նավակը վարձելու համար թիմով կարող եք հավաքվել 1, 2, 3, 4, 5, 6, 7, բայց մենք այսօր նավարկելու ենք, ոնց է ասում, հարուստի կայֆերով։ Գնացինք։ Նավարկությունը թեև տևեց մի քանի րոպե, բայց քո ենթագիտակցության մեջ դու նավարկում էիր ժամանակի ալիքներով երկար թված։ Այս գեղեցիկ ծառերը, այս բլուրները, այս կանաչը մի առանձնակի համ ու հոտ են տալիս նկարահանումներին։ Չգիտեմ, բառեր չեմ գտնում այս հրաշքը նկարագրելու համար, բայց փորձեմ պատմական մի քանի ակնարկով։ Ուրեմն Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու կենսագրությունը գալիս է դեռ 4-րդ դարից։ Որոշ պատմաբանների մոտ հետևյալ թեզն է առաջ գալիս։ Այս եկեղեցին կառուցվել է նախաքրիստոնեության շրջանում եւ կառուցվել է հեթանոսական տաճարի վրա։ Վկայություններ բնականաբար կան զարդանախշերի տեսքով, սիմվոլների տեսքով, հիմա տենց ջուր է, վզից էլ բնեք չեմ լողալու, մտնեմ այնտեղ ցույց տամ, նավակը որքան որ հնարավորություն տալիս է, փորձում ենք կողից կշտից տենց ցուցադրել այս ֆանտաստիկան։ Պահպանված արձանագրություններից մեկում հիշատակվում է Գնթունյաց իշխաններից մեկի Գևորգի մասին, հետևաբար եզրակացնում ենք, որ Գնթունյաց տոհմը նույնպես ունեցել է իր ներդրումը այս եկեղեցաշինության ու ռեստավրացիայի հարցում։ Հատկանշական ու հետաքրքիր մի փաստ էլ արձանագրենք, ուրեմն տարիներ առաջ այս ջրամբարի տարածքում կյանք է եղել, մարդկային կյանք։ 3 գյուղ, Զովունիկ, Հասաղ, այն մեկի անունը չեմ հիշում, հետո երբ կառուցել են ջրամբարը, ռոռոկման նպատակով, ջրամատակարարման նպատակով, այդ մարդիկ թողել են իրենց տները ու տեղափոխվել, տարածքը ծածկվել է ջրով։ Հիմա այստեղ կենթանական աշխարհ են, որ ասում են վխտում է, թռչունների առումով շատ են ճայերը, ջրագրավները, ինչպես նաև ձկնորսությամբ զբաղվող մարդիկ գալիս են իրենց գլեմփերը դնում են,
գիշերներով մնում են, վայելում են այս բարձունքները, այս կանաչը, այս հատուկենտ ծառերը, որոնց միջից այդ բամբակներն են դուրս գալիս ու կադրում այնքան գեղեցիկ է, չգիտեմ, իմ աչքով ես տեսա։ Հուսով եմ, որ Սերգը նույնպես բռնացրել է այդ կադրերը։ Մեր էքսկուրսավարից հարցրեցի, ինձ ասաց, որ այս տարի ոնց որ ջրամբարը 100%-ով է լցվել։ Նմանատիպ երևույթ արձանագրվել է մոտավորապես 15-16 տարի առաջ, երբ Պողոս Պետրոսը եղել է ջրի տակ ու երևացել է միայն տանիքի հատվածը, գմբեթի հատվածը։ Ասում եմ, ինչ անողոք է, չէ ժամանակը։ Առաջ է վազում, վազում, թվում է մի քանի րոպե առաջ նոր պատրաստվում ենք նավարկել, գնալ տեսնել եկեղեցին, կղզին, բայց վերջացավ։ Այսքանը, ինչ խոսք տպավորիչ էր, հուզիչ էր, գեղեցիկ էր։ Ես օրինակ էլի կգայի, ընկերներով, չգիտեմ, կոլեկտիվով, մանավանդ, որ համ բյուջետային է, համ էլ որ լավ անցավ, հետաքրքիր էր շատ, երբեք չէի նավարկել ապարանի ջրամբարով։ Առաջարկում եմ մի քանի գեղեցիկ կադրեր վայելել երկնքից ու շարժվենք, կարգավորենք գիշերակացի հարցերը։